Եվրոպայից պահանջվեց ընդամենը 3 շաբաթ եւ 1 աղմկահարույց բանավեճ Օվալաձև գրասենյակում, հասկանալու, որ Միացյալ Նահանգների հետ 75-ամյա դաշինքը փլուզվում է։ Հաղորդում է Reuters-ը, որն այս եզրակացությանը հանգել է զրուցելով ավելի քան 2 տասնյակ եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետների հետ։ Եվրոպական կողմից գործակալությանը փոխանցել են տրանսատլանտյան հարաբերություններում խզումը առաջին անգամ շոշափելի դարձավ անցած փետրվարին, երբ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը որոշեց դաշնակիցների գլխին դասախոսություն կարդալ մի հարթակից, որտեղ որպես կանոն ամերիկացիներն ու եվրոպացիները իրենց սերտ համագործակցությունն էին ի ցույց դնում։ Եվրոպային սպառնացող վտանգը, որն ինձ ամենից շատ է անհանգստացնում, կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ էլ այլ արտաքին ուժի հետ։ Ինձ ամենից շատ անհանգստացնում է ներքին սպառնալիքը, Եվրոպայի նահանջը իր որոշ հիմնարար արժեքներից, արժեքներ, որ համընդհանուր էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ From some of its most fundamental values shared with the United States of America. Աղմկահարույց այս ելույթի երեկոյան փոխնախագահ Վենսը եւ ամերիկյան պատվիրակության մյուս անդամները նստել են բանակցությունների Ուկրաինայի նախագահի եւ նրա խորհրդականների հետ։ Ուկրաինացիները Reuters-ի ամերիկյան կողմից պահանջել են անվտանգության երաշխիքներ, ամերիկացիները, որ Զելենսկին համաձայնի հանածոների գործարքին։ Արդյունքում ընդհանուր հայտարարի չեն եկել, երկու կողմն էլ հեռացել են դժգոհ, ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների։ Փետրվարի 18-ին Ռիադում ամերիկացի եւ ռուս պատվիրակները 4.5 ժամ քննարկեցին ուկրաինական պատերազմը առանց ուկրաինացիների։ Ջո Բայդենի կարգախոսը ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մնաց անցյալում։ Զելենսկին դժգոհությունը ցույց դրեց առանց դիվանագիտական մեղմասացությունների։ Կարող եք խոսել ինչից ուզեք, բայց ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու մասին։ Մեզ չեն հրավիրել Սաուդյան Արաբիա, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հանդիպմանը, ինչն անսպասելի էր մեզ ու շատերի համար։ Միացյալ Նահանգների նախագահի արձագանքը կրկին ցնցեց ուկրաինացիներին եւ ոչ միայն։ Դոնալդ Թրամփը պատերազմը սկսելու պատասխանատվությունը անուղղակիորեն վերցրեց Ռուսաստանի ուսերից, կշտամբելով Ուկրաինայի առաջնորդին։ Այսօր լսեցի, նրանք դժգոհում են, թե իրենց չեն հրավիրել։ Ինչ ասեմ, դուք այնտեղ էիք 3 տարի, դուք երբեք չպետք է սկսեիք դա, դուք գործարք պետք է կնքեիք։ Փետրվարի 19-ին Քիթ Քելոգը Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացը ժամանեց Կիև, առաջ տանելու բնական հանածոների համաձայնագիրը։ Հանդիպման ավարտին, սակայն, ամերիկյան կողմը հրաժարվեց նախապես հայտարարված ասուլիսից, ակնհայտ դարձնելով, որ ինչ որ բան այն չէ։ Ամերիկացի եւ ուկրաինացի դիվանագետները ավելի ուշ Reuters-ին ասել են, բանակցությունները տապալվել են, քանի որ ուկրաինական կողմը ականջալուր չի եղել գործարքն անմիջապես կնքելու Քելոգի հորդորներին եւ փորձել են նրան շրջանցելով այլ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Զելենսկու խորհրդականը Անդրեյ Երմակը մասնավորապես նախաձեռնել է շփումներ Միացյալ Նահանգների առևտրի պետդեպարտամենտի ղեկավար Հովարդ Լյուտնիկի հետ եւ խնդրել Թրամփի հետ առանձին հանդիպում կազմակերպել։ Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ դա Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին իրար դեմ հանելու Երմակի առաջին փորձը չի եղել, ինչն ավելի է խորացրել հիասթափությունները Վաշինգտոնում։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակման 3-րդ տարելիցին եվրոպացի առաջնորդները մեկնեցին Կիև։ Այնտեղ էր նաեւ Կանադայի վարչապետը, բայց ոչ ոք չկար Միացյալ Նահանգներից։ Նույն օրը ՄԱԿ-ում քննարկման դրվեց Ուկրաինայի եւ Եվրամիության հեղինակած նախագիծը, որը պահանջում էր Ռուսաստանից դուրս բերել զորքերը Ուկրաինայից եւ դադարեցնել բռնությունները։ Ըստ Reuters-ի Թրամփի վարչակազմը հորդորել է Կիևին եւ Բրյուսելին ետ կանչել այդ նախագիծը։ Հետո, երբ դա չի հաջողել, շրջանառության մեջ է դրել սեփական բանաձևը, որը պատերազմի փոխարեն օգտագործում է հակամարտություն բառը եւ հորդորում հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տևական խաղաղության։ Բացի այդ, ըստ Reuters-ի Վաշինգտոնը նամակ է ուղարկել տասնյակ երկրների մայրաքաղաքներ գրելով. «Մենք պատրաստվում ենք դեմ քվեարկել Ուկրաինայի նախագծին եւ առաջ ենք տանում պարզ մի տեքստ, որին համոզված ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող են համաձայնել»։ Չնայած այս հորդորին, ուկրաինական նախագիծն ընդունվեց 93 կողմ 65 ձեռնպահ 18 դեմ ձայներով։ Վաշինգտոնը դրան դեմ քվեարկողների շարքում էր Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իսրայելի հետ։ Մեկը մյուսին հաջորդած այս զարգացումների կուլմինացիան դարձավ
փետրվարի 28-ի Օվալաձև սենյակի հանդիպումը։ Ըստ Reuters-ի բանակցություններից առաջ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Քիթ Քելոգը եւ Ուկրաինայի աջակից կոնգրեսական Լինսի Գրահամը օրեր շարունակ զգուշացրել են Ուկրաինայի նախագահին զինվորական համազգեստի փոխարեն պաշտոնական հանդերձանքով գալ Սպիտակ տուն։ Եվ թերևս պատահական չէր, որ Դոնալդ Թրամփի առաջին ակնարկն այդ օրը հենց այդ թեմայով էր։ Բոլորդ այսօր ավելի պատշաճ եք հագնված։ Օվալաձև սենյակում, երբ Թրամփը ձայն տվեց լրագրողներին, առաջին հարցը կրկին այդ մասին էր. ինչու պատշաճ չեք հագնվել, բաճկոն չունեք։ Այդ պահից կրքերը սկսեցին թեժանալ անկանխատեսելի արագությամբ։ Րոպեներ անց արդեն առաջնորդները բղավում էին իրար վրա տեսախցիկների առաջ։ Դուք երրորդ համաշխարհային պատերազմի հետ եք խաղում, այնինչ անում եք անհարգալից է այս երկրի հետ, որը օգնել է ձեզ ավելի քան շատերի համոզման պետք է աներ։ Ուկրաինայի առաջնորդը, որ մինչ այդ միայն հոտնկայս եւ որը տնդոս ծափահարությունների էր արժանանում, ստիպված էր արագորեն հեռանալ Սպիտակ տնից։ Նրա պատվին տրված ընթրիքն այդպես էլ մնաց սեղանին, հաղորդում է Reuters-ը։ Օրեր անց նախագահ Թրամփը նախ սառեցրեց ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինային, հետո նաեւ հետախուզական տվյալների տրամադրումը, Եվրոպայի խոցելիությունը դարձնելով առավել շոշափելի։